դեմ չունենք, ծրագիրը հաստատված է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսության հիման վրա կազմված ու մեջբերեմ 4-րդ հանրապետության սկիզբն ազդարարող կառավարության հնգամյա ծրագրով գործադիրը սոցիալ-տնտեսական մի շարք առանցքային հարցերի շուրջ շատ ավելի համեստ խոստումներ է տալիս, քան 2021-ի ընտրություններից հետո։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի Հանրապետությունում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն։ Առաջիկա 5 տարիների ընթացքում ինչ է խոստանում կառավարությունը 3 միլիոն հայաստանցիներին ու 5 տարի առաջ տված որ խոստումներն այդպես էլ թղթի վրա մնացին։ Գործադիրը պարտավորվում է 5 տարում 125,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Թե այս խոստումը կատարելու դեպքում Հայաստանում գործազրկության մակարդակը 2031 թվականին որքան կկազմի, հնարավոր չէ ասել։ 2021-ին չափելի խոստում էին տվել գործազրկության մակարդակը 15%-ից նվազեցնել 10-ից էլ ներքև։ 5 տարի հետո ամենաթարմ տվյալներով այն 13,7% է կազմում։ Մենք աշխատանքը պետք է ընկալենք որպես բարեկեցության գործիք։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնում այժմ շուրջ 22% կազմող աղքատության մակարդակը նվազեցնել 5%-ային կետով, այսինքն հասցնել մոտ 17%-ի։ 2021-ին շատ ավելի մեծ թիրախ էին ընտրել, որին նույնպես հասնել չստացվեց։ Խոստանում էին, որ մինչ 2026 թվականը Հայաստանում աղքատությունը 2 անգամ կկրճատվի։ Այսինքն այժմ այն չպետք է անցներ 14%-ի շեմը, ավելի ցածր, քան հիմա խոստանում են իրականացնել մինչև 2031 թվականը։ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ 2021-ին կառավարությունը խոստացել էր 5 տարիների ընթացքում վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Այս խոստումը նույնպես թղթի վրա մնաց։ Ամենաթարմ 2024-ի տվյալները ներկայացնող վիճակագրությամբ Հայաստանում ավելի քան 30,000 մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում ու թերսնված է։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով ծայրահեղ աղքատությունը վերացնելու խոստում ընդհանրապես չկա։ Որքան կբարձրացնեն կենսաթոշակը մինչև 2031 թվականը։ Միայն խոստանում են այնքան, որ միջին կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղից ցածր չլինի։ 2021-ին գործադիրը խոստանում էր տնտեսության կառուցվածքում մշակող արդյունաբերության մասնաբաժինը 11%-ից հասցնել 15%-ի։ Չստացվեց։ 2025-ին այն ՀՆԱ-ի կառուցվածքում նույն 11%-ն է կազմել։ Այժմ թեև ուղիղ չեն գրել, թե որքան այն կկազմի 2031 թվականին, սակայն խոստանում են 50%-ով մեծացնել արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալները, այն հասցնելով ներկայիս փոխարժեքով տարեկան շուրջ 14 միլիարդ դոլարի։ Գործադիրը խոստանում է 5 տարիների ընթացքում լուծել Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ջրամատակարարման խնդիրն ու 24-ժամյա ջրամատակարարում ապահովել, սկսել ու մինչ 2033 թվականն ավարտել 10 ջրամբարների կառուցումը, 350 կիլոմետր ջրանցքներ ու խողովակաշարեր կառուցել, ավարտել ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ու 3600 ուսանողի համար նախատեսված կացարանի կառուցումը։ Կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության եւ 4-րդ հանրապետության տեսլականի վրա։ Կրթության ու գիտության ֆինանսավորման մասին կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչներին եւս մեկ անգամ ատեստավորում անցնելու հնարավորություն են խոստանում, բարձրացնելով նաեւ ուսուցիչների դրույքաչափը, այն սահմանելով 300,000 դրամ։ Խոստանում են մինչ 2031 թվականը գիտության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 1%-ին, որն այժմ 0.3-ի էլ չի հասնում։ Կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարություն է։ Մեր ընկալումը հետևյալն է, չկա որևէ բան, որ հնարավոր է անել ավելի լավ առանց կրթության։ Ուղղակի չկա այդպիսի բան։ Բացի այդ, խոստանում են 5 տարիների ընթացքում Հայաստանում արտադրված բարձր տեխնոլոգիական արտադրանքի տարեկան արտահանման ծավալը հասցնել կես միլիարդ դոլարի։ Կառավարությունը խոստանում է 5 տարիների ընթացքում ակադեմիական քաղաքում 35,000 հանդիսականի համար UEFA-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտ կառուցել։ Եվս 2-10,000 մարդու համար նախատեսված մարզադաշտ Վանաձորում ու Իջևանում։ Խոստանում են մինչ 2031 թվականը գործարկել TRIP նախագծի երկաթուղային կառուցվածքը, նաև վերակառուցելու գործարկել Ախուրիկից Թուրքիա ու Երասխից Նախիջևան տանող երկաթուղիները։ Թեև ամիսներ առաջ Երևանը դիմել էր, որ ռուսական կողմն անհրաժեշտ ներդրումներն անի ու Մոսկվան բանակցություններ սկսելու պատրաստակամություն էր հայտնել, Նիկոլ Փաշինյանն այժմ հայտարարում է՝ սեփական միջոցներով կկառուցեն։ Արդյոք սա նշանակում է, որ ռուսական կողմը ուղիղ արդեն մերժել է Հայաստանի դիմումը, որ կառավարությունը նման պարտավորություն է ստանձնում։ Ոչ, չի նշանակում շինարարությունը իրականացնելու պետական բյուջեի միջոցներ։
Կառավարությունը նաև ծրագրում է երկաթուղիների հավատարմագրված կառավարման համակարգը վերանայել այնպես, որ չխոչընդոտի մեջբերեմ Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման պատմական հնարավորության իրականացմանը, թե ինչ մեխանիզմով ծրագրում չեն մանրամասնում։ Երևանը հարցը բարեկամաբար լուծելու ցանկություն ունի, առաջարկում են, որ Ռուսաստանը կոնցեսիոն իրավունքը շուկայական գնով վաճառի երրորդ կողմի։ Մոսկվան զգուշացրել է պայմանագրի խզման կամ կառավարումն այլ երկրի փոխանցելու դեպքում կպահանջեն 18 տարում արված ներդրումները շուրջ $400 միլիոն։ Հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության վերաբերյալ բաժնում ի դեպ գրել են Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխման մասին։ Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխման, զարգացման եւ խորացման ուղղությամբ։ 2021-ին հայ-ռուսական մեջբերեմ ռազմավարական դաշինքը Հայաստանի անվտանգության ապահովման գործոն է ներկայացնում։ Այս ծրագրում ռազմավարական բառն էլ չեն կիրառում։ Այդ արտահայտության բնութագրում են Իրանի, Վրաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ֆրանսիայի, Չինաստանի եւ այլ երկրների հետ գործընկերությունը։ Ու մինչ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները կիրառում, իսկ ԵԱՏՄ երկրների ղեկավարները հորդորում են մինչ այս դեկտեմբեր հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ թե Եվրամիություն հարցով, Փաշինյանի կառավարությունը տնտեսական միությունում արդյունավետ համագործակցության մասին է գրել։ Թեև Փաշինյանի առաջնորդած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում չստացավ սահմանադրական մեծամասնություն, որն անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նրա կառավարության ծրագրում նաև նոր սահմանադրության ընդունման մասին բաժին կա։ Փաստաթղթում նշել են նաև կաթողիկոսին հեռացնելու տեղապահ նշանակելու նպատակը, բայց երկուսի դեպքում էլ պարզ չեն դրանց հասնելու ճանապարհները։ Երբ այս ծրագիրն առաջիկա օրերին խորհրդարանում քննարկվի ու հաստատվի, այս ամենն արդեն պաշտոնական կարգավիճակ կստանա։